Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Այո, միջազգային բոլոր նորմերը Ադրբեջանը խախտում է այս ուղղությամբ, բայց Հայաստանի Հանրապետության կառավարական կեցվածքը բավականին մտահոգիչ է, ընդ որում գիտեք ինչ, այն որ ասում են գերիների հարցով զբաղվում ենք, իհարկե կարող ենք հավատալ կամ համարենք, որ ամեն ինչ անում են, արդյունք չի տալիս, որովհետև այո, դիմացը Ադրբեջանն է իր շարունակական հայացած քաղաքականությամբ։ Այստեղ խնդիրը գիտեք, երբ որ Ադրբեջանը այս հարցը տեղափոխեց գերիներից, այսպես կոչված հանցագործներ, չէ, հիմա Ադրբեջանը ինչ է անում, ասում է գերիներ չեն, այս մարդիկ հանցագործություն են կատարել, վերջերս էլ համեմատում էր ֆաշիզմի հետ, այսինքն երբ որ այս մարդկանց ձևափոխում են որպես հանցագործներ ու ասում են դե հանցագործություն են կատարել, դրա համար էլ դատապարտվել են ու Հայաստանի իշխանությունների կողմից լռություն է լինում, դա ամենամեծ մտահոգությունն է, ամենամեծ սխալն է, որովհետև այս պարագայում Ադրբեջանը այս մարդկանց գերի կարգավիճակից տեղափոխում, տեսեք, այս մարդկանց նկատմամբ եղավ դատավճիռ, արտգործնախարարությունը որևէ բան չասեց։ Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը լսի, որ այս մարդիկ հանցագործություն չեն կատարել, որ այս դատավորությունները սխալ են, այս դատավճիռները կեղծ են, այն բոլոր փաստերը, որովհետև մենք խորքային տիրապետում ենք ամբողջ ինֆորմացիան, բայց պարզ հասկանանք, միջազգային հանրության դարդուցավը Հայաստանն ու Ադրբեջանը չեն, ինչքան մեզ թվում է աշխարհը մեր շուրջ չի պտտվում։ Ոստեղ շատ կարևոր է ոնց որ հիմա դուք մենք մի այլ երկրի մասին որ ինֆորմացիա ենք ստանում ենք այնքանով, ինչքանով կա այդ ինֆորմացիան, խորքային չենք մտնում process-ի մեջ։ Ինչ պետք է անի արտգործնախարարությունը, հստակ փաստերով ներկայացնի, որ այս մարդիկ որևէ հանցագործություն չեն կատարել։ Այս մարդիկ բացառապես գերի են ու հարցը տեղափոխի այդ հարթություն։ Հիմա Ադրբեջանը բոլոր հարթություններում ասում է այս մարդիկ հանցագործություն են կատարել։